Ողջույն սիրելի բարեկամներ, այսօրվա մեր փոքրիկ հանդիպումով կցանկանայի ներկայացնել հին և նոր կտակարաններից մի փոքրիկ հատվածներ, որտեղ իսկ ապացուցում է և ցույց է տալիս, որ հին կտակարանյան աստվածությունը իր իսկ գործողություններով ամենևին կապ չունի Հիսուսի ներկայացրած հոր հետ, կամ ավելի ճիշտ կլինի ասել, հին կտակարանի աստվածությունը Հիսուսի ներկայացած հայրը չի։ Եվ մինչ ընթերցանությունը կցանկանայի ներկայացնել, որ պետք է ընթերցեմ գիրք Ելիցից գլուխ ԺԲ, այն հատվածը, երբ հին կտակարանյան աստվածությունը, նույն ինքը Եհովան, եգիպտացիներին հորդորում է վերցնել գառ, մորթել, արյունը քսել դռներին, այնուհետև ուտել գառան միսը և այդ արյունը դռներին քսելուց հետո տվյալ աստվածությունը գիշերով կանցնի Եգիպտոսի տարածքով և որ դրան վրա որ արյուն չկա քսած կզարկի եգիպտացիների տներին և եթե եգիպտացիների և նույնիսկ եգիպտացիների անասունների, կենդանիների առաջնեկներին կսպանի, որից հետո նոր հրեաները դուրս կգան Եգիպտոսի տարածքից և այդ իսկ օրը կլինի նրանց համար զատկի տոն որպես։ Ահա ներկայացնեմ այն հատվածը, թե երբ պետք է գա տվյալ աստվածությունը և այդ գործողությունը կատարի։ Եվ այն գիշերը Եգիպտոսի երկրեն պիտի անցնեմ ու Եգիպտոսի երկրի մեջ ամեն առաջնեկը մարդե մինչև անասուն պիտի զարնեմ, Եգիպտոսի բոլոր աստվածներու վրա դատաստան պիտի կատարեմ, ես եմ Տերը, և արյունը ձեր եղած տներուն վրա նշանի համար ըլլա, որ երբ արյունը տեսնեմ, ձեր վրայեն պիտի անցնեմ և հարվածը ձեր վրա պիտի չգայ ձեզ կորստացնելու, երբ Եգիպտոսի երկիրը զարնեմ։ Ահա ուշադրություն դարձնենք հենց այս հատվածին ինչի համար, որովհետև այստեղ շատ կարևոր մի բան է նշվում, որ նշված աստվածությունը պետք է գործի գիշերով, քանզի ասում է և այն գիշերը Եգիպտոսի երկրեն պիտի անցնեմ, և ինչպես Հիսուսը ասում է, չարը գիշերով է գործում։ Ահա հիմա անցնենք նոր կտակարանի համապատասխան հատվածին, որը պետք է ընթերցեմ Հովհաննեսի կտակարանից գլուխ Գ 19-ից 21 կետերը։ Եվ այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ ու մարդը խավարը լույսեն ավելի սիրեց, քանզի իրեն գործերը չար էին, վասնզի ամենը ով չար է, չար կգործի, անիկա լույսը կատե և լույսին քով չգա, որպեսզի իր գործերը չհանդիմանվի, բայց ան որ ճշմարտությունը կգործե լույսի քով կգա, որպեսզի իր գործերը հայտնի լան Աստծով գործեցին։ Ահա ինչպես ցույց է տալիս Հիսուսի խոսքը, որ չարը գիշերով է հենց գործում, և ինչպես գիտենք նույն հրեաների Եգիպտոսից դուրս գալու օրը, որը ինչպես ասվում է հրեաներին, պետք է ամեն տարի զոհ մատուցվի և տոնվի որպես զատկի տոն, շեշտեմ հրեաների զատկի տոնի մասին է խոսքը, նույնիսկ տոնակատարության հետ կապված Հիսուսը երբ գիտեր, որ գիշերը իրեն պետք է մատնեն և ինքը վերածվելու է զոհի, և հենց գիշերով եկան և հրեաները բռնեցին Հիսուսին իբրև հանցագործ։ Ուշադիր լինելով այս դրվագներին հասկանում ենք, որ հին կտակարանյան աստվածությունը ամենևին էլ Հիսուսի լույսի խորհրդանիշ հանդիսացող հայրը չի, ինչպես նաև ընթերցած հատվածում հին կտակարանից նկատում ենք, որ տվյալ աստվածությունը ասում է, թե ինչպես պետք է եգիպտացիների աստվածներին էլ պատիժ հասցնի, և դա հենց ցույց է տալիս, որ իրենից բացի
կան ևս այլ աստվածներ։ Այսօր այսքանով, սիրելի բարեկամներ, եթե ցանկություն կունենաք, կարող եք ընթերցել նշված գլուխները, նշված կետերը եւ փորձել ինքներդ նկատել եւ հասկանալ այն, ինչի մասին խոսեցինք։ Դե այսօր այսքանով, շնորհակալ եմ ուշադրության համար, մինչ հանդիպում։